Քանակը մի շեշտեք, ինչի համար եմ ասում։ Որովհետև ժողովուրդն էլ է մեծաթիվ, ըստ ժողովրդի քանակի համապատասխան քանակի ոստիկաններ են։ Պետական պահպանության ծառայության աշխատող։ Աբիցան նախագահը։ Let's go, my gig. Բոլորը տալիս։ Չէ, բայց հիմա փակել են, ինչ է կանցնում։ Այս քաղաքացին դու չես տալիս։ Ուլ է տալիս։ Դուք պիտի ասեք, որ անցնեք։ Պայծառ, Տեր Աստված մեր, ազատիր մեզ նրա ձեռքից։ Մեր հոգևորականներին ինչ է ուրիշ դերս կգրեն։ Այ դրաման եմ ասում, որ անկարում բաներ են անում էլի։ Դուք երկճանապարհներն ու ցանկապատների առաջ եւ մարդկանց այստեղ մտցրում։ Այս երկաշարները կործանում են քաղաքները, սակայն չեն կարող կործանել հավատքի հիմքերը եւ հավատքի հիմքերի վրա կարճած ազգին։ Դեկտեմբեր 7-ին մենք մեր սուրբն ենք սկացել։ Մեր սուրբը, ես կզարմանամ, սրանք չնայած չունին երկաշարժի զոհեր։ Եկան մեզ խանգարեցին։ Չեն թողնի գոնի պսակն տանիմ տնեմ զոհվածից վրա։ Չի կարելի նմանատիպ վերաբերմունք ցույց տալ։ Երկրի ղեկավար կոչվածի իրավունքներից էլի վերաբերմունք ցույց տալ։ Ի շնորհիվ մեր քահանաների միասնության Չիրագիտ Էմի այսօր եկեղեցիներում հնչում է եւ Կարեկինի անունը, Կարեկինի եւ մեր Միքայել Աջապահյանի եւ բոլոր կալանավորվածների անունները։ Մարդիկ ղեկավարվեն պետական օրենքով, բոլորս մի երկրում ենք ապրում, չէ՞, բոլորս օրենքը նույնն է բոլորիս համար։ Բոլորս պետք է ապրենք այս օրենքներով, ոչ թե մեկը եպիսկոպոսի անունը չտա, մեկը նրա անունը չտա, մեկը նոր անունը չտա, դա ընդունված չէ, դա գալիս է ղեկավարից։ Գյումրեցին պետք է իր խոսքին, իր հավատքին մնա։ Բնականաբար մենք եկանք ոչ թե 7 վերք, եկանք ամենափրկիչ։ Էդ էր մեզ պետք։ Նախ հագել էին բոլոր մուտքերը 7 վերքի։ Մենք որպես գյումրեցի իրավունք չունենք ներս մտնելու։ Երկրաշարժի զոհերին է հարգելով բերանները բաց էին ասնում, դեին պարադ էին եկել։ Ես ուրել մտնի մեր եկեղեցու անուն եմ տալու, որտեղ էլ լինեն մեր հոգևոր ղեկավարության անուն եմ տալու, նույնիսկ շարքային քահանայից մինչև թեմի առաջնորդ։ Օրվա խորհուրդը ուրիշ եմ, ես համար հիշատակման օր է 21000 եւ ավելի համեր զոհերին։ Երկնային արքայություն, իսկ հարազատներին թող Աստծո մխիթարվեն։ Մնացած այդ ամեն ինչին չեմ ուզում անդրադառնալ, որովհետև մի բան կա, դե պատարագին արողակարգը խախտվում է, դա արդեն անընդունել է այդ սուրբ պատարագը Աստծո կողմից։ Բիրտ ուժով արված պատարագը պատարագ չէ։ Ուրիշի կանոնի եւ վիճակի մեջ մտնելը նզովքի արժանի բան է։ Էվեն մարդիկ ովքեր որ չհասկանալով թե պատարագը սուրբ հաղորդության մոդենալ է ապաշխարությամբ, առանց ապաշխարության լկտիաբար մոդեցողները մեր բոլոր եկեղեցու կանոններով
մեր հայրերի ասածներով արժանի են նզովքի